Շիրակի մարզի երկու խոշորացված համայնքում Ախուրյանում ու Արտիկում Շիրակի մարզպետի որոշմամբ հոկտեմբերի 25-ին թիմ ընտրություններ են նշանակվել, չնայած հերթական ընտրություններ նաև Աշոցքում ու Ամասիայում են անցկացվելու մինչև տարեվերջ։ Ինչու միաժամանակ 4 համայնքում ընտրություն չի նշանակել Դավիթ Հարուշանյանը։ Որ կարողանանք 4 համայնքներին միաժամանակ չկիսվել ու երկու համայնքներով անել, որ ավելի թեթև ստացվի, ավելի լավ ստացվի։ Թեև 2021-ին Ախուրյանում ամենաշատ ձայները քաղաքացիական պայմանագիրներ ստացել, բայց ընդդիմադիրները կոալիցիա կազմելով իշխանությունը վերցրին, սակայն մեկ տարի անց ՔՊ-ին հաջողվեց ավագանուց 2 հոգու իրենց կողմը տանել ու Ախուրյանում իշխանափոխություն անել, իսկ Արտիկում ՔՊ-ն միայնակ իշխանություն չկարողացավ ձևավորել, ստիպված էր կոալիցիա կազմել, վերջերս այդ կոալիցիոն հուշագիրը խզվել է։ ՔՊ-ն մասնակցելու է այս երկու համայնքների ընտրություններին, արդյոք գործող համայնքապետերն են իշխանական ուժի թեկնածուները։ Ես քննարկել եմ նախարարի հետ մեր երկու համայնքների թեկնածուների հարցը ու վարչությունը որոշում է կայացնելու, վարչությունը որոշումը երբ որ կայացրեց, այդ ժամանակ կհրապարակենք։ Անուններ չեմ ուզում տալ, բնականաբար սյուրպրիզներ չեն լինելու, երբ որ վարչությունը կհաստատի, ընթացակարգ կա, վարչությունը պետք է հաստատի մարզպետի ու նախարարի առաջարկությունը, այդ ժամանակ նոր կհրապարակենք ովքեր են լինելու Ախուրյանում եւ ընդհանուր 4 համայնքներում մեր թեկնածուները։ Դավիթ Արուշանյանի անունն էլ շրջանառվում է որպես Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածու։ Կառավարությունը դեռ 2020 թվականից քննարկում է մարզպետարանների օպտիմալացումը, թեև ընդունված որոշում չկա։ Իսկ անցած տարի ընդդիմադիր ուժերից իշխանություն ձևավորած Գյումրիում ՔՊ-ն մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել, թեև դեռ պարզ չէ, ինչպես են հասնելու գործող ավագանու լուծարմանը։ Արուշանյանը պնդեց, որ մարզպետարանները փակելու քննարկում հիմա չկա, ինքն էլ կշարունակի որպես մարզպետ աշխատել այնքան, որքան իր քաղաքական թիմը նպատակահարմար կհամարի։ Այդ մասով քննարկումներ չկա, մարզպետարանների փակվելու մասով եւս քննարկումներ չկան, այնպես որ էլի են քաղաքի կամ երևի թե ոչ, չգիտեմ, չեմ պատկերացնում, միայն մեր քաղաքում են նման խոսակցությունները, թե մնացած մարզերում էլ կա, որ 28 թվականին պիտի մարզպետարանները փակվեն, բայց նման նախագիծ չկա, նման քննարկումներ չկա։ Արդյոք Շիրակի մարզի տեղական ընտրություններին մասնակցելու է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Ուժեղ Հայաստանը, որը քաղաքական դաշտում նորելուկ է։ Պատգամավոր Դավիթ Ղազինյանի կարծիքով պետք է մասնակցել, բայց առայժմ վերջնական որոշում չունեն։ Դա վերջնական տեղական ինքնակառավարման մարմինների կարևորությունը երևի թե այսպես ասեմ, իշխանությունը այնպես է նսեմացրել, որ մարդիկ չեն հասկանում, բայց դա շատ կարևոր ինստիտուտներ են, պետք է կայանան եւ նաեւ լինեն մեր ներկայացուցիչները, որպեսզի նաեւ կայանան այդ կառույցները, նաեւ ընդհանուր հավասար զարգացման կոնցեպտը պետք է աշխատի, տեսնում ենք, չէ, Երևանը ինչ վիճակում է, մարզերը կամ առավել եւս հեռավոր գյուղերը ինչ վիճակում են։ Արտիկի Ախուրյանի հետո նաև Աշոցքի ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի Հայաստան դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը։ Ազատությանը փոխանցեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հակոբ Մաթիլյանը։ Այլ ուժերից եւս դեռ հստակ հայտարարություններ չեն հնչել մասնակցության մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի օրից է հրապարակելու թիմ ընտրությունների ժամանակացույցը։ Առաջադրումներն ըստ օրենքի պետք է ընտրություններից ոչ ուշ կամ 45 օր առաջ լինեն, այսինքն դրանք կսկսվեն սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Ումինչ քաղաքական ուժերը դեռ քննարկում են տեղական ընտրություններին մասնակցել չմասնակցելու հարցը, Ախուրյան համայնքում ընտրություններից մոտ 3 ամիս առաջ համայնքի ավագանին արտահերթ նիստով որոշել է անվճար դարձնել մանկապարտեզները։ Համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը պնդում է, որ ավագանու որոշումը առաջիկա ընտրությունների հետ կապ չունի, ասաց նման ծրագիր վաղուց ունեին ու նախատեսում էին գործարկել 2027 թվականին, բայց տնտեսված միջոցները հնարավորություն է տվել դա անել այս տարի։ Գումարի խնայողության հետևանքով որոշում կայացվեց դարձնել սեպտեմբերից, որովհետեւ նոր ուսումնական տարվա սկզբից արդեն անվճար լինի, իսկ ինչը կապված է թե կապում են թիմ ընտրությունների հետ, բացարձակ կարող եմ ասել, որ թիմ ընտրությունների հետ կապ չունի, դաժե այդ ժամանակ, երբ որ որոշումը կայացել է, թե թիմ ընտրությունների օրն էլ պարզ չի եղել,
ու այդ սկզբունքով եթե առաջնորդվեն, կարող են ամեն աշխատանք դիտարկել որպես ընտրություններից առաջ քայլ։ Ախուրյանում 22 մանկապարտեզ կա ու շուրջ 1000 երեխա է հաճախում, ամսական 5000 դրամ է կազմել վարձավճարը։ Այս անվճարը ինչքան գումար պահանջվեց տեղական բյուջեից։ Մոտ 50-ից 55 միլիոն Այդ տարվա կտրվածքով։ տարվա կդրվածքով։ Իսկ Գյումրիում արդեն երրորդ ավագանուն չի հաջողվում մանկապարտեզներն անվճար դարձնել, թեև մի քանի նախագծեր ներկայացվել են։